Սերգեյ Վարդանյան, Հայոց մայրաքաղաքները։ Աշխարհի ոչ մի երկիր իր պատմության ընթացքում այնքան մայրաքաղաքներ չի ունեցել, որքան Հայաստանը։ Եթե նույնիսկ չհաշվենք պատմական այս կամ այն ժամանակահատվածում իրենց անկախ հռչակած փոքր հայքի, Ծոպքի, Սյունիքի, Կիլիկիայի, Տաշիր, Ձորագետի և այլ հայկական թագավորությունների մայրաքաղաքները կամ ժամանակավոր թագավորանիստերը, ապա կունենանք 12 մայրաքաղաք՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և վերջապես Երևան։ Հայ պատմիչները տարբեր առիթներով հիշատակելով անցյալի մեր քաղաքներից որևէ մեկը, հաճախ մանրամասներ չեն հաղորդել նրա արտաքին տեսքի կամ քաղաքային ներքին կյանքի, բնակիչների նիստ ու կացի և այլնի մասին։ Այս բացը մասամբ լրացնում են պեղումները, բայց, ցավոք, այդ քաղաքներից շատերը հնագիտական ուսումնասիրության կամ բոլորովին չեն ենթարկվել, կամ պեղվել են մասնակիորեն։ Այդ է պատճառը, որ որոշ հարցեր մնում են առկախ կամ էլ պատասխանվում են ենթադրաբար։ Անգնահատելի են տարբեր ազգերի պատմագիրների և ճանապարհորդների աշխատություններն ու ուղեգրությունները, որոնք հաճախ օգնում են լրացնել այս կամ այն քաղաքի պատմությունը, երբեմն էլ հնարավորություն են տալիս համակողմանի ճանաչել նրանց ներքաղաքային կյանքը։ Բոլոր դեպքերում տարեցտարի հայտնաբերվող նորանոր նյութերի, փաստաթղթերի, ձեռագրերի, հիշատակարանների, հնագիտական հետազոտությունների շնորհիվ ամբողջացվում է Հայաստանի և նրա 12 մայրաքաղաքների պատմությունը։ Վան։ Իմ հոգին անտակ ծով է ահագին, ինչպես մրրիկը հրաբխի վրա, հրեղեն վիշտ է շնչում իմ հոգին Վանա ավերված դրախտի վրա։ Սերգեյ Գորոդեցկի, Վան։ Քաղաքի պատմությունը դարեր շարունակ մհերի դռան նման փակ էր ուսումնասիրողների առաջ, իսկ նրա սեպագիր արձանագրությունները, ինչպես մոգական նշաններ, պահպանում էին քար լռություն։ Եվրոպացի առաջին գիտնականը, որ սեպագրերը ուսումնասիրելու համար այցելեց Վան, Շուլցն էր։ Պահպանվել է Վանի միջնաբերդի նրա մանրամասն նկարագրությունը, ըստ որի բերդի ողջ պահակազորը բաղկացած էր մի ծեր ենիչերիից և մի վարժեցրած արջից։ Բերդում նա տեսել է նաև մի քանի հին բրոնզե թնդանոթներ, որոնք ավելի շատ թանգարանային արժեք ունեին, քան ռազմական։ 1828-ին Շուլցին հաջողվեց Վանում և նրա շրջակայքում ընդօրինակել 38 արձանագրություն։ Դրանք նա ուղարկեց Փարիզ, իսկ ինքը մնաց շարունակելու սկսած գործն ու խորանալու բազում դարեր ժայռերից համրորեն ու անթարթ նայող սեպագրերի գաղտնիքի մեջ։ Բայց նրան չհաջողվեց իրականացնել իր ծրագիրը, որովհետև շուտով գիտնականին քրդերը սպանեցին։ Դեռ 12 տարի էր պետք, որ Շուլցի ընդօրինակումները հրապարակվեին և գիտական աշխարհի ուշադրությունը հրավիրեին մինչ այդ անհայտ քաղաքակրթության վրա։ 1882 թվին Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սեյսը վերծանեց այդ սեպագրերը և հազարամյակներ լռած արձանագրությունները կրկին լեզու առան։ Շուլցից հետո Վան այցելեցին մի շարք նշանավոր գիտնականներ ու հնագետներ։ Սեպագրերի առաջին գրառումից ուղիղ 10 տարի անց, 1838-ին, Վան է գալիս անգլիական բանակի սպա Ռոուլինսոնը։ Նա գիտական աշխարհին հայտնի է որպես Դարեհի Բեհուստունյան նշանավոր արձանագրության և այլ հնագույն տեքստերի վերծանող։ Այստեղ նա մի շարք նոր սեպագրեր ընդօրինակեց։ Նեմրութ Բլուրի և Նինվեի պեղումների շնորհիվ համաշխարհային համբավ վաստակած Լեյարդը 1850 թվականին գծագրում է Վանի ժայռափոր շինությունները, ուսումնասիրում արձանագրությունները և շուտով վերադառնում Անգլիա։ 1879-ին Վանում պեղումներ սկսեցին անգլիական հյուպատոս Քլեյտոնը և ամերիկացի միսիոներ Ռեյնոլդսը։ Հաջորդ տարի պեղումները շարունակեց Օրմուզդ Ռասսամը։
Նա եղել էր Լեարդի օգնականը եւ գիտական հարուստ փորձ ուներ։ Մինչ Վան Գալը Ռասսամը եւս հասցրել էր հնագիտության աշխարհում հայտնագործություններ անել։ Հայտնաբերել էր Գիլգամեշի էպոսը։ Վանում Ռասսամին հաջողվեց հսկայական նյութ հավաքել, որի մի մասը հանգրվանեց բրիտանական թանգարանում, իսկ մնացյալը ձեռքից ձեռք անցավ։ Որոշ դադարից հետո Վանում ավելի մեծ ծավալի պեղումներ սկսեցին Լեման Հաուպտը եւ Բելկը։ Առաջին համաշխարհային պատերազմի եղերական օրերին 1915-16 թվերին Վանի շրջանում աշխատում էին Տեր Ավետիսյանը եւ Կազակովը, որոնք բազմաթիվ արժեքավոր նյութերից եւ Շախովսկու կատարած լուսանկարներից բացի Կովկասյան թանգարան տարան 20 սեպագիր։ Նույն թվականին Հովսեփ Օրբելին, որ դրանից մի 4-5 տարի առաջ արդեն եղել էր Վանում, Նիկողայոս Մարի հետ նոր պեղումներ կատարեց։ Լյադովի եւ Բոբրինսկու ջանքերով լուսանկարվեցին մի շարք արձանագրություններ, իսկ Ֆլորինսկուն նույնիսկ հաջողվեց մի սեպագիր քար Մոսկվա հասցնել։ Բայց շուտով պատերազմի պատճառով ուսումնասիրությունները դադարեցվեցին եւ այնուհետեւ շուրջ 22 տարի այս կողմերում պեղումներ չկատարվեցին։ Միայն 1938-ին Վանում աշխատանքներ սկսեց ամերիկյան հնագիտական արշավախումբը։ Ահա համառոտակի այսպիսի նախապատմություն ունի Վանի թագավորության ուսումնասիրությունը։ Նրա մայրաքաղաք առասպելական Տուշպան աշխարհի հնագույն քաղաքներից էր։ Այն պատմությանը հայտնի է մի քանի անուններով՝ Տուշպա, Տոսպ, Վանտոսպ, Երվանդավան, Շամիրամի քաղաք, բայց ամենասիրելին Վանն էր, անուն, որ քաղաքի նման հասնում է հազարամյակների խորքը եւ ծագել է հնամյա Բիայնա անունից։ Երբ Տիեզերքի արքա Սարդուրի առաջին թագավորը արքունիքը Արզաշկուից տեղափոխում է Վան, քաղաքում կառուցվում է Շիվինիի արևի աստծու տաճարը եւ Տուշպան դառնում է նրա պաշտամունքի գլխավոր կենտրոնը։ Աջ ոտքով ծնկաչոք եւ արևի սկավառակը գլխից վեր պարզած այս աստվածն ուներ մի հրեշտակաթև կին, Տուշպուեա աստվածուհին, որի անունով էլ կոչվում է արևոտ այս քաղաքը։ Քաղաքի կենտրոնում վեր է խոյանում ամրակող մի լեռ։ Հազարավոր ստրուկներ կարծր լեռան լանջերին փորում են զինանոցներ ու սենյակներ, պահեստներ ու զորանոցներ, ախոռներ ու դիտակետեր։ Միջնաբերդի ստորոտում կառուցվում է հզոր պարիսպ, որը Վանը դարձնում է անխորտակելի։ Բայց ինչպես հաճախ է պատահում, ժողովրդի հիշողությունը բանաստեղծականացնում է անցյալը եւ Սարդուրի հզոր արքայի գործը վերագրում Շամիրամին։ Պատմահայր խորենացու միջոցով մեզ է հասել առասպելախառն այդ զրույցը։ Շամիրամը բերել է տալիս 4 բյուր եւ 2000 սևագործ բանվոր, 6000 ընտիր փայտագործ, քարագործ, պղնձագործ եւ երկաթագործ։ Բազմարվեստ վարպետների այս հոծ բազմությունը լարված աշխատանքով կառուցում է բազում հրաշալի շինվածքներ, պղնձակերտ դռներով ամրակուռ պարիսպներ, բազմաթիվ երկհարկ եւ եռահարկ ապարանքներ ու պալատներ, զարդարելով նրբակերտ խճանկարներով։ Շամիրամը քաղաքի մաքրակենցաղ բնակիչների համար շինում է նաեւ չքնաղ ու զարմանքի արժանի բաղնիքներ։ Շքեղ ապարանքների, այգեստանների ու ծաղկանոցների այս քաղաքը պետք է որ առատ ջուր ունենար եւ մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի առաջին քառորդում անց է կացվում 80 կիլոմետր երկարությամբ վիթխարի ջրանցք, որը սկիզբ առնելով վերին Մժնկերտի աղբյուրներից անցնում էր լեռնալանջերին փորված եւ տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, իսկ ձորերի վրայով ջրանցքի համար կառուցվում են հատուկ կամուրջներ։ Այն իր ժամանակի համար եզակի կառույց էր, ուներ 4.5 մետր լայնություն, 1.5 մետր խորություն եւ հորդահոս ջրերով կյանք էր հաղորդում հսկայական հողատարածությունների։ Հիմնվում են խաղողի այգիներ ու ծառաստաններ։ Ասորեստանի արքա Սարգոն II-ի պատկերավոր արտահայտությամբ պտուղները եւ խաղողը թափվում էին հորդառատ անձրևի նման, իսկ
բուրումնավետ գինին հոսում էր հանց գետի ջուր։ Մենուա առաջինի ջրանցքը, որ կառուցումից 28 դար հետո էլ աշխատեցնում էր 40 ջրաղաց, սերունդների համար չպահեց Մենուայի անունը, եւ նրա փառքը նույնպես բաժին ընկավ Շամիրամին։ Խորենացին գրում է, որ ջրանցքը վան հասցնելով Շամիրամը քաղաքի ամբողջ արևելյան, հյուսիսային եւ հարավային կողմերը զարդարում է դաստակերտներով, վարսագեղ սաղարթախիտ ծառերով, զանազանակերպ պտուղներով ու տերևներով, եւ այնտեղ տնկում է բազմաթիվ առատաբեր եւ գինեբեր այգիներ։ Պարսպած քաղաքն ամեն կերպ հոյակապ ու հռչակավոր է դարձնում եւ մեջը բնակեցնում մարդկանց անթիվ բազմություններ։ Պատմահոր այս նկարագրության մեջ կարելի է գտնել Վանի Կախովի այգու հեռավոր արձագանքը։ Այո, աշխարհի 7 հրաշալիքներից մեկի Բաբելոնի հռչակավոր Կախովի այգու ավելի փոքր օրինակը կերտվել է նաեւ Վանում, եւ հրաշագործության հեղինակը կրկին Մենուա առաջինն էր։ Նա այն արքաներից էր, որին իրավամբ կարելի է տալ շինարար մականունը։ Նա նաև անգերազանցելի հեծյալ էր։ Պահպանվել է մի արձանագրություն, որից իմանում ենք, որ նրա Արծիբե Արծիվ անունով նժույգը ցատկել է 22 կանգուն, այսինքն 11 մետր 39 սանտիմետր։ Այս իսկապես, որ արծվային թռիչքը անգերազանցելի մնաց մոտ 2800 տարի, մինչև 1975 թվականը, երբ գերմանացի Բերգմանը իր Սվինգեր նժույգով սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ՝ 12 մետր 16 սանտիմետր։ Մենուայի արգիշտի որդին ևս քաջ էր ու շինարար։ Ասորեստանի Սալմանասար երրորդ թագավորի զորահրամանատար Շամշիլիուն այնպես է վախեցած արգիշտիի զորությունից, որ անունն իսկ չի կարողանում լսել։ Նա մեր թվարկությունից առաջ 780 թվին մի գրության մեջ խոստովանում է, որ արգիշտիի անունը սարսափելի է որպես ծանր հողմ։ Նրա օրոք ևս շարունակվում է շենանալ երկիրը, կառուցվում են բազմաթիվ բերդեր ու ամրություններ, տաճարներ ու ապարանքներ, եւ ավելի է հարստանում ու ճոխանում երկրի մայրաքաղաք Տուշպան։ Բայց Վանի թագավորության հաղթական դափնիները հանգիստ չէին տալիս Ասորեստանի թագավոր Թիգլատ-Պալասար երրորդին, եւ Արգիշտիի որդի Սարդուրի երկրորդի եւ ասորական զորքերի միջև 743-ին տեղի ունեցած ճակատամարտում ասորեստանցիները հաղթեցին։ Մի շարք բնակավայրեր ավերելուց հետո նրանք պաշարեցին Տուշպան, իսկ Տուշպան անառիկ էր։ Ես կողպեցի նրան Տուրուշպայում, նրա քաղաքում, մեծ կոտորած արեցի նրա դարպասների առջև։ Իմ արքայական պատկերաքանդակը Տուրուշպա քաղաքի դիմաց ես կանգնեցրի, գրում է Թիգլատ-Պալասարը։ Սարդուրի երկրորդի որդին Ռուսա առաջինը ապահովության համար արքունիքը տեղափոխում է Վանի հյուսիսարևմտյան ծայրամասը Ռուսախինիլի կամ ինչպես ժողովուրդը